Նախ ծաղիկներ խոնարհվեցին Գյումրու նախկին մանկավարժական ինստիտուտի շենքի դիմաց Փիլիսոփա եւ բանաստեղծ Կարապետ Հովսեփյանի կիսանդրու առաջ։ Այս խորհրդանշական պահը եւս մեկ անգամ հիշեցրեց եւ արժեվորեց Հովսեփյանի անգնահատելի ավանդը հայ մանկավարժության եւ գրականության մեջ։ Գյումրիում անցկացվեց Կարապետ Հովսեփյանի անվան Անդրանիկ գրական մրցանակաբաշխությունը, որը խոստանում է դառնալ գրական ավանդույթի կարևոր մասնիկը։ Գրողների մեր կառույցի նախաձեռնությամբ եւ Կարապետ Հովսեփյան հիմնադրամի աջակցությամբ մենք պլանավորեցինք յուրաքանչյուր տարի մեկ գիրք տպագրել մրցանակաբաշխության ձևով։ Այսօրվա գրահրատարակչական անդունդի մեջ գիտենք, որ պետական աջակցություն գրողներին չկա, գրահրատարակչությանը չկա պետական աջակցություն, մենք փորձում ենք այդ բացը լրացնել մեր նախաձեռնություններով եւ բարի մարդկանց կամեցողությամբ։ Մրցանակաբաշխությունը նախատեսված է 31 տարեկանից բարձր գրողների համար, նպատակ ունենալով խրախուսել հասուն գրիչներին շարունակելու ստեղծագործել եւ ներշնչել հովսեփյանական լուսավոր ուղուց։ Նշենք, որ մենք մայիսի 1-ին ամեն տարի արդեն գրական ավանդույթ է դարձել Արարատ Մկրտումյան հիմնադրամի սահմանած մրցանակաբաշխությունը, որը մինչև 30 ավելի շուտ 31 տարին լրացած երիտասարդների համար է։ Քանի որ մեր տաղանդավոր ընկերը Արարատը հասցրեց իր երկրային կյանքում ապրել ընդամենը 31 տարի։ Եվ այս սիմվոլիկ թիվը մեզ համար նշաձող եղավ տարիքային թերևս, որովհետեւ մենք մյուս մրցանակաբաշխությունը Կարապետ Հովսեփյանի սահմանած հիմնադրամի սահմանած մրցանակաբաշխությունը նշվի 35-ից բարձր անձանց համար։ Սա է սիմվոլիկա։ Մրցույթին մասնակցել է 7 գրող, որոնցից հաղթող է ճանաչվել Սոնա Անտոնյանը։ Տրվում է բանացվեց Սոնա Անտոնյանի։ Շատ կարևոր է անշուշտ իր բնույթով, իր էությամբ, որպես գաղափար, որպես նախաձեռնություն անչափ մեծ գործ է արվել։ Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Կարապետ Հովսեփյան հիմնադրամին, մասնավորապես նախաձեռնող Արա Հովսեփյանին, Կարապետ Հովսեփյանի որդուն։ Կարապետ Հովսեփյանի բանաստեղծությունները շատերի սրտում ապրող հիշողություններ են։ Նրա զգայուն ու խորը հայացքը մարդկային բնույթի, քաղաքային կյանքի եւ ազգային ինքնության նկատմամբ հասնում է մեր օրեր ու խոստանում լինել սերունդների հետ։ Շատ շատերի կայացման գործում Հովսեփյանը ունեցել է անկնահատելի դերակատարություն։ Այդ թվում նաև ձեր խոնարհ ծառայի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մրցանակաբաշխությունը կազմակերպողներին, արժանի զավակին, արժանի մոտեցում են ցուցաբերում։ Մտավորականները նրան հիշում են որպես մարդ, ով ծնվել էր Լենինականի հետ, ապրում էր քաղաքի շնչով ու շնչում քաղաքով։ Կարապետ Հովսեփյանի անվան գրական մրցանակաբաշխությունը նախատեսվում է դարձնել ամենամյա, որպեսզի գրական խրամատներում հաղթի մրցանակաբաշխության անվանը արժանի գրականությունը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։